Բարև ձեզ սիրելի լրագրողներ, գեներալներ, սպաներ, տիկնակ եւ պարոնայք։ Ուրախ եմ հանդիպման համար։ Այսօր ես կփորձեմ ներկայացնել մեր կողմից 3 տարվա աշխատանքները, 3 տարիների ընթացքում ինչ աշխատանքներ ենք կատարել։ Բազմիցս ես ձեզ հետ կիսվել եմ, որ ինձ համար շատ դժվար էր 30 տարվա ոստիկանից համար գալ մի աշխարհ, որտեղ բազմավոլորտ ծառայություններ են եւ ինձ համար շատ անծանոթ ոլորտ։ Բայց ուզում եմ 3 տարի անց արդեն զեկուցել ձեզ, որ մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններ միայն վերջին տարում եղել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, որտեղ ուսումնասիրվել է մեր կողմից կատարված աշխատանքները, մեր ձեռքբերումները։ Այսօր ես կարող եմ ասել, որ իրոք արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացել է փրկարարական ուժեր եւ փրկարարական մեր ծառայություններ ներմուծող երկրից այսօր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը դարձել է փրկարարական ուժեր արտահանող երկիր։ Սա մեծ գնահատական է։ Միջազգային կազմակերպությունները, ովքեր եղել են մեզ մոտ, բոլորը միանշանակ գնահատականը տվել են շատ դրական եւ գերազանց։ Նախ առաջինը ես ուզում եմ օգտվելով առիթից իմ գործընկերներին, իմ աշխատանքային գործընկերներին իմ շնորհակալությունը հայտնել, որովհետև այս երկար տարիների ժամանակ իրենք եղել են իմ կողքին եւ մենք միասին ենք կարողացել կառուցել արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այսօր ինչ ենք մենք ուզում։ Մենք ուզում ենք աղետակայուն երկիր ստեղծել եւ միասին դա պետք է անենք։ Շատերը կարող է հարցնեն, արդյոք պետք է արտակարգ իրավիճակների նախարարությունը մեր երկրին։ Իհարկե, բացի ցունամիից, ինչպես դուք գիտեք, հարգելի բարեկամներ, բոլոր տեսակի աղետները կան Հայաստանի Հանրապետության տարածքում եւ մենք պետք է բոլորս միասին պատրաստ լինենք։ Ինչպես դուք գիտեք, 168 երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը իր ստորագրությունն է դրել Հյուգոյի գողացությունների ծրագրում, որ ինչ պետք է մենք անենք, այսինքն աղետների ռիսկերի նվազեցումը մեզ համար այսօր շատ կարևոր է եւ մենք գտնվում ենք այն 50 երկրների մեջ, ովքեր այսօր ունեն ազգային պլատֆորմ։ Ազգային պլատֆորմը դա նշանակում է, որ յուրաքանչյուր նախարարություն, գերատեսչություն, միջազգային կազմակերպությունները բոլորը պատրաստ են համագործակցելու եւ մենք միասին պետք է կարողանանք մեր արժեվ դրված խնդիրները կատարենք։ Յուրաքանչյուրի արժեվ մենք դրել ենք խնդիրները։ 2010 թվականից սկսած մենք 189 կառավարության որոշումներ ենք ներկայացրել եւ կառավարության որոշումները իրագործել ենք մի քանի տասնյակ եւ հայեցակարգեր ենք ներկայացրել եւ օրենքների նախագծեր ենք ներկայացրել, որ այսօր մենք արդեն ունենք այդ օրենքները եւ կառավարության որոշումները։ Ինչ ենք արել մենք, ինչից ենք սկսել։ Մենք սկսել ենք նրանից, որ առաջին ուսումնասիրել ենք միջազգային փորձը, որ երկրներում է կայացած արտակարգ իրավիճակների նախարարությունները, որտեղ ով եւ ինչու եւ ինչպես է աշխատում։ Եվ այդ ամենը ուսումնասիրելուց հետո մենք ընտրել ենք մեր մոդելը։ Այսօր մենք ունենք մեր մոդելը եւ կարծում եմ շատ ճիշտ ենք ընտրել եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր իր արժեվ դրված խնդիրները կատարում է։ Մենք սկսեցինք նաեւ շենք շինություններից, ինչպես դուք գիտեք 2010 թվականին արտակարգ իրավիճակների նախարարությունը գտնվում էր Բաբայան փողոցի վրա մի շենքի մի հարկն ենք մենք այնտեղ շենքը գտնվում է մի հարկի տակ, բայց այսօր մենք արդեն դուք տեսնում եք, որ ունենք հզոր նախարարություն եւ այստեղ մենք եկանք սեյսմիկ ծառայության կիսաքանդ շենքեր էին երկու, բայց այսօր մենք հիմա տեղակայված ենք Հայաստանի Հանրապետության ամենաաղետակայուն շենքերից մեկում, որտեղ նաև գտնվում է Հայաստանի Հանրապետության ճգնաժամային կառավարման կենտրոնը եւ շատ շուտով այստեղ կլինի նաև կառավարության սերվերային կենտրոնը։ Սա շատ կարևոր գնահատական է եւ ես գտնում եմ, որ մենք այս ուղղությամբ նույնպես անելիքներ ունենք, որովհետեւ սա միայն կենտրոնական ապարատը չէ, որ պետք է զարգանա։ Մենք 100-ից ավել շենք շինություններ ունենք տարբեր մարզերում։ Մենք մարզերն ենք զարգացնում, այնտեղ մենք մեր ուժերով, կառավարության շնորհիվ տարբեր գործընկերներ մեզ օգնել են եւ մենք կարողացել ենք այնտեղ վերանորոգել մեր շենք շինությունները եւ այսօր գտնվում են շատ լավ վիճակում։ Ճգնաժամային կառավարման կենտրոնները այսօր պետք է լինեն բոլոր մարզերում,
դա շատ կարևոր ծառայություն է եւ այնտեղ հավաքվում է բոլոր տեսակի ինֆորմացիան։ Ես ուզում եմ հարգելի բարեկամներ ձեզ զեկուցել, որ նաեւ մենք կարողացանք 2010 թվականից սկսած եւ ավարտեցինք 12 թվականին, 12 թվականին արդեն ունեցանք 911 ծառայությունը, դուք շատ լավ հիշում եք, որ ես ձեզ խոստացա, որ մենք ունենալու ենք հզոր 911 ծառայություն։ Այսօր 2012 թվականին միայն մենք ստացել ենք 1.300.000-ից ավել զանգեր, տարբեր զանգեր ենք մենք ստացել եւ պատասխանել ենք բոլոր այդ զանգերին եւ մենք միշտ եղել ենք ժողովրդի կողքին։ 1.300.000-ը դա կազմում է 52.4%։ Եվ ես կարծում եմ բոլոր ուղղություններով մենք պետք է գնանք առաջ եւ անելիքներ շատ ունենք։ Փրկարար ծառայությունը, հիդրոմետ ծառայությունը, սեյսմիկ, տեխանվտանգություն, հակակարգտային համակարգեր, բոլոր ծառայությունները, որ ես նշեցի, բոլոր ուղղություններով գնում ենք առաջ։ Ինչպես դուք գիտեք, այսօր մենք շատ լուրջ ուշադրություն ենք ուշադրության կենտրոնում գտնվում մեր սեյսմիկ ծառայությունը։ Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում ունենք 154 դիտացանցեր, սեյսմիկ դիտացանցեր, որտեղից մենք ստանում ենք on-line ինֆորմացիաները։ Հիմա լուրջ աշխատանք ենք տանում Գառնիի դիտացանցում եւ օբսերվատորիայում, որ այնտեղ մենք կարողանանք այնպես անել, որ դառնա մեր Գառնին միջազգային կենտրոն։ Ինչպես դուք գիտեք, մենք 90-ական թվականներին ունեցել ենք հզոր սեյսմիկ ծառայություն եւ այսօր մենք պետք է անպայման ամեն ինչ անենք, որ սեյսմիկ ծառայությունը մեզ մոտ լինի միջազգային կենտրոն, որովհետեւ դուք գիտեք, երկրաշարժերը, հզոր երկրաշարժերը Հայաստանի Հանրապետության տարածքում եղել են եւ լինելու են։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան։ Հիդրոմետ ծառայությունը այսօր մենք համալրել ենք սկսած 2010 թվականի նոր տեխնիկայով։ Այսօր ամենօրյա ինֆորմացիան մենք տրամադրում ենք բոլոր լրատվամիջոցներին, հեռուստաընկերություններին, որ դուք այսօր տեսնում եք, որ մեր կանխատեսումները շատ ճիշտ են։ Հակակարգտային համակարգի հետ կապված դուք գիտեք, որ արդեն ունենք տեղադրված 154 հակակարգտային կայաններ, բայց այստեղ մենք երկու ռադիոլոկացիոն կայան ունենք, որի միջոցով մենք կարողանում ենք օգտագործել այդ հակակարգտային կայանները, հիմնականում տեղադրված են Արմավիր, Արագած, Արարատի եւ Լոռու մարզերում։ Սա այն տարածքներն են, որտեղ մեր ռադիոլոկացիոն կայանները կարողանում են տեսնել եւ կարողանալ կառավարել այդ հակակարգտային համակարգերը։ Բոլոր ուղղություններով աշխատանքը գնում է առաջ եւ ես կարծում եմ, որ միջազգային բոլոր կազմակերպությունները, ում հետ մենք աշխատում ենք, իսկ այսօր մենք աշխատում ենք բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, բոլոր երկրների հետ, սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգներից մինչև Ճապոնիա, Բրազիլիայից մինչև Հարավային Կորեա։ Այս ուղղությունները մենք տանում ենք եւ ես կարծում եմ, որ պետք է մենք համագործակցենք, պետք է ուսումնասիրենք եւ շարունակել ուսումնասիրել բոլոր փորձերը եւ այն մեր արժեվ դրված խնդիրները այսօր այն վստահությունը, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, որը ես բոլորից շատ եմ կարևորում, սա պետք է մենք այնպես անենք, որ վստահությունը չկորցնենք։ Յուրաքանչյուր քաղաքացի, որ զանգ է տալիս 911 ծառայություն, կարողանա իր օգնությունը ստանա, որովհետև եթե ոչ մենք, ապա ով պետք է լինի իրենց կողքին։ Իհարկե մենք պետք է լինենք մեր ծառայությունով եւ մենք շարունակելու ենք եւ մենք գնալու ենք առաջ եւ մենք զարգացնելու ենք մեր ծառայությունը։ Իհարկե մեր նախարարությունում կա նաեւ բաց թողումներ, կան նաեւ եղել են ծառայական քննություններ ենք մենք հասկացրել մեր կատարված մեր աշխատանքները, բայց եթե չկան այդպիսի հոդվածներ կամ չկան այդպիսի ինչ որ հեռուստաընկերության կողմից բացասական վերաբերմունք, ես գտնում եմ, որ դա շատ դրական է եւ մենք պետք է շարունակենք այդ ոճով աշխատել։ Ես գտնում եմ, որ աշխատավարձը ընդհանուր աշխատավարձի խնդրը կա, յուրաքանչյուր գերատեսչություն, նախարարություն այդ խնդրը ունի։ Այդ հարցը եւ վարչապետի եւ նախագահի ուշադրության կենտրոնում է վերջերս Հայաստանի Հանրապետության նախագահը, երբ այցելեց նախարարություն, ինքը ասաց, որ աշխատավարձները բարձրանալու են։ Իհարկե այդ ուղղությամբ աշխատանքները տանում եմ եւ ես գտնում եմ եւ շնորհակալ եմ, որ դու այդ հարցը միշտ բարձրացնում ես։ Մեր տղաները իրոք լուրջ աշխատանք են կատարում եւ կարծում եմ, որ պետք է բարձրանա այս տարի աշխատավարձը։ Ոստիկանության աշխատակիցը տեղափոխվել է ձեզ մոտ կապիտանի աստիճանով, կոչումով եւ արդեն մի քանի տարի աշխատում է ձեզ մոտ եւ կոչումը չի բարձրացել։
սա ինչով է պայմանավորված։ Ես հետո անազգանն իհարկե կհիշեմ ձեզ կասեմ, բայց ասում եմ, որ այս խնդիրը կա ուժային կառույցների միջև տեղափոխությունից հետո աստիճանը շարունակում մնալ կոչում ունեն։ Ես ասեմ ձեզ, որ արտակարգ իրավիճակների նախարարությունում այդպիսի բան չի կարող լինել, որովհետև 15 օր առաջ արդեն ներկայացնում են այն անձանց, ում կոչման ժամկետը արդեն լրացել է եւ պետք է ստանա կոչում։ Կարող է լինել մարդ, որը ամբողջ կյանքը մնա կապիտան։ Դա կապված է նաեւ պաշտոնից։ Այսինքն պաշտոնները կան կապիտանի պաշտոն, մայորի, փոխգնդապետի, եթե մարդը աշխատում է այն պաշտոնին, որի սանդղակը կապիտանն է, ինքը կապիտանից չի բարձրանա։ Եթե վատ է աշխատում, ուրեմն պետք է մնա ամբողջ կյանքը այդ պաշտոնին կամ հեռացվի աշխատանք։ Իսկ եթե լավ աշխատում է, իհարկե դուք կտաք տվյալները, ես կնայեմ, կտեսնեմ եւ կպարզեմ դա ինչ հարց է։ Հիմա բուն հարց է։ Ես իհարկե այդ մախքան ազգանն նկրշին և պարուղջուրային կներկայացնեմ, մեզ համար մի քիչ տարօրինակ է, որ այս նախարարությունը կազմիչներ կոռուպցիայի ռիսկերի առումով երբևէ չի հայտնվում մեր ուշադրության կենտրոնում, դատախազության ուշադրության կենտրոնում, սա իհարկե դրական է, բայց կուզենայինք հասկանալ գուցե դուք ձեր նախկին կարգավիճակը ոստիկանի ձեր հնարավորությունները հաշվի առնելով ներքին խնդիրները լուծում եք եւ բանը չի հասնում դիվանբաշում, թե իրականում շատ մաքուր եւ արդար աշխատող կառույց է կառույցը։ Ես գնահատականը ճիշտ կլինի, որ դուք տակ արդար մաքուր աշխատանքի հետ կապված, բայց ես կարծում եմ, որ մեր տղաները աշխատում են լավ եւ կոռուպցիոն ռիսկերը մեզ մոտ շատ քիչ են եւ ես չեմ նկատել։ Իսկ եթե հանկարծ ես անձամբ նկատեմ ինքս նյութերը մի անգամից կուղարկեմ իրավապահ մարմիններ, դա գիտեն բոլոր այստեղ նստած իմ գործընկերները։